Հայաստանի հետ խաղաղություն բանակցող Ալիև ամուսինները հպարտությամբ ակնտրում եւ ունկնդրում են, թե ինչ հակահայկական բեմականացում է տեղի ունենում Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ։ Բեմում Ալիևի երկաթե սպառնացող բռունցքն է հայաստանյան իշխանություններին, հայ ժողովրդին, իսկ մյուս կողմից բեմում աջ ու ձախ վազվզող ադրբեջանցիները իրենց առաջնորդին հիշեցնում են 44-օրյա պատերազմում ռազմական ագրեսիայի, արցախահայությանը, խաղաղ բնակչությանը հրթիռակոծելով Արցախն օկուպացնելու հայաթափելու մասին։ Ահա, այսպիսին է Ալիևի պատկերացրած խաղաղությունը, որ նա հրամցնում է նաև ամբողջ աշխարհին։ Սանձարձակությունը հասել է այնտեղ, որ Բաքվի բռնապետը աշխարհի տարբեր ամբիոններից է հոխորտանք թափելով գլուխ գովում։ 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր, գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Փաշինյանը Ալիևի մեկ այլ հաճախակի հնչող ձևակերպմանն է անդրադառնում։ Ըստ նրա, Վաշինգտոնի հռչակագրից հետո Ալիևը մի քանի անգամ նաև ՄԱԿ ամբիոնից օգտագործել է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդ օրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի։ Նույն բառամթերքը Ալիևը կիրառեց նաև սեպտեմբերի սկզբին Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ընթացքում նա դեմ առ դեմ հանդիպում ունեցավ նաև Փաշինյանի հետ։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո բազմակի պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ այդ ամեն ինչը ներկայացվել է նշված տրամաբանության մեջ եւ իրանք էլ գիտեն, որ ստանձնել են պարտավորություն միջանց տրամադրել։ Քաղաքագետները հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնում են, որ Վաշինգտոնյան փաստաթղթերը իրավական եւ ոչ մի ուժ չունեն։ Այդ փաստաթղթերը վերաբերում են խաղաղության պայմանագրի կնքման նախապայմանների կատարմանը։ Զանգեզուրի միջանցքի ծրագրի մասին խոսելիս ինքն ընդհանրապես մեզ որևէ անդրադարձ չի կատարում։ Մենք ընդհանրապես այնտեղ գործիք ենք։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպման Վաշինգտոնյան հռչակագրի այսպես կոչված խավոր դարձած Թրամփին կարծես թե չի հետաքրքրում, թե ինչ եղավ կամ կլինի դրանից հետո։ Եվ ընդհանրապես ԱՄՆ արտաքին օրակարգում այդ խնդիրն ըստ քաղաքագետի երրորդական է։ Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահի Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ում հետ։ You met with Aliyev and Pashinyan. Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ինչ կարող եք ասել ստեղծված իրավիճակի մասին։ Can you follow up on what you want to say about current Ոչինչ չեմ կարող ասել։ Ադրբեջանն այս ընթացքում զինվում է, մեծացնում իր ռազմական բյուջեն։ Խաղաղության ֆոնին Ալիևն ըստ մասնագետների ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում յուրաքանչյուր խնդիր լուծում ստանա ռազմական ճանապարհով։ Պետություն եկեղեցի հարաբերություններին է դարձյալ անդրադարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հղած հերթական ուղերձում նա տեղեկացրել է, որ մեր ձևով շարժման կազմում գործում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը։ Անդրադառնալով այդ խմբի առջև դրված խնդիրներին Կարապետյանն ասել է, թե հաջողության հույս ունենալու համար պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորելու համար։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը վստահ են, որ սա արագ լուծելի հարց է ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը եւս անելիք ունի։
Մեր հասարակության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ, որոնք սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի բարոյական կերպարն ու առողջությունը, առաջացել են հենց իրական հոգևոր սննդի պակասից, շարունակում է խոսքը ազգային բարերարը։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը, ըստ Կարապետյանի, հասարակությանը, պետությանը եւ հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում եւ չի էլ կարող բերել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի որ մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք մեր ձևով, ուղերձն այս հայտնի ձևակերպումով է եզրափակել Կարապետյանը։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սեզոնային վարակները կարող են ակտիվանալ, մասնագետները հորդորում են պատվաստվել գրիպի դեմ։ Պատվաստումները նախատեսված են առաջնահերթ ռիսկի խմբերի անձանց համար, նրանք են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, արդեն հիվանդություններ ունեցող անձինք, հղիները, 65-ից բարձր տարիքի անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, զորակոչի ենթակա անձինք եւ բուժաշխատողները։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է համատեղ իրականացնել այլ պատվաստանյութերի հետ միասին, եթե օրացային ժամկետում նախատեսված պատվաստումներ կան, ապա համատեղ կարելի է կիրառել հակացությունները եւ հետ պատվաստումային երևույթները նույնն են, ինչ որ ցանկացած այլ պատվաստումների դեպքում։ Հանրապետությունում գրեթե 2 շաբաթ է ինչ մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, բաշխված պատվաստանյութերի շուրջ 20%-ն արդեն ծախսվել է։ Այն քառավալենտ պատվաստանյութ է նախատեսված 2025-ից 26 թվականների համար։ Պատվաստումների շնորհիվ ըստ մասնագետների խուսափում են գրիպի հետևանքով առաջացած բարդություններից, ծանր դեպքերից, անգամ մահից։ Գրիպի դեմ պատվաստելուց հետո հակամարմինների եւ ամբողջական իմունիտետը ձևավորվում է 10-ից 14 օրերի ընթացքում, հետեւաբար քանի դեռ չեն շրջանառում գրիպի շրջատիպերը, գրիպը չի շրջանառում Հայաստանի Հանրապետությունում, ունենք լավ հնարավորության պատուհան ստանալ գրիպի դեմ պատվաստումը, քանի դեռ սեզոնը չի ուժ գնացել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գրիպով հիվանդացությունները նվազել են շուրջ 1.1 անգամ։ Գրիպով վարակվածների մեծ մասը մինչև 18 տարեկան անձինք են։ Ի դեպ, գրիպի դեմ պատվաստումները անվճար են։ Օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող են մոտենալ պոլիկլինիկաներ կամ շրջիկ կենտրոններ ու ստանալ պատվաստումը։ Դպրոցականներ առանց հեռախոսների Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօր գործակարգավարականում հայտարարել է Երևանի քաղաքապետ Ավինյանը, հավելելով, որ այս գաղափարը ստացել է ծնողների աջակցությունը։ Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաեւ առաջադիմության որակը։ Առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, միատ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները եւ արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Կրթության ոլորտի փորձագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել նախաձեռնությանը։ Նրանց համոզմամբ ժամանակակից գadgetների չարաշահումը դասապրոցեսի ընթացքում եւ ընդհանրապես դպրոցական միջավայրում բացասաբար է ազդում երեխաների ուշադրության, գիտելիքների յուրացման եւ սոցիալական փոխհարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտը ընդհանրապես կարգավորված չի, անչափահասները օրինակ հեռախոս ունենալու իրավունք ունեն, թե չունեն։ Դա շատ մեծ խնդիր է։ Ներքին կարգապահական կանոններ կարող են դպրոցները ընդունել։ Ամեն դպրոց ազատ է, օրենսդրականորեն թույլ է տալիս։ Հեռախոսով հաճախ են հանրակրթական ուսումնական ասացում, թե ոչ։ Բայց հեռախոսները, որ պրոցեսի ընթացքում երեխաներից մեծ էներգիա են տանում, դա հաստ է։ Այս ամենի բացասական կողմն էլ կա, նկատում են մասնագետները։
շեշտում, կրթական գերատեսչությունը պետք է վերանայի QR կոդերով դասագիր գրելու իր քաղաքականությունը։ Նոր չափորոշիչներով կազմված եւ տպագրված դասագրքերի զգալի մասը QR կոդերով են, որոնք ուղղորդում են աշակերտին ստանալ հավելյալ ուսումնական նյութեր, տեղեկություններ, ինչն էլ հավելյալ կախվածություն է առաջացնում սմարթֆոնից։ Պետք է նաև սահմանափակել առհասարակ այդ սարքավորումների մուտքը փոքրիկների աշխարհ, այսինքն օրինակ վերանայել QR կոդերով դասագիրք գրելու գաղափարը, դա պետք է համալիր մոտեցում լինի, չպիտի լինի այնպես, որ ծնողը հարկադրված լինի փոքր երեխային տալ iPhone կամ smartphone, նույնիսկ եթե համարում է, որ իր երեխայի համար դա վնաս է։ Ես չեմ տեսնում ողբերգություն նրանով, որ ինչ-որ վերանայումներ կարող են նաև լինել։ Այս ծրագրով առաջինից 6-րդ դասարանի սովորողներին առհասարակ թույլ չեն տա դասապրոցեսի միջոցառումների դասամիջոցների ժամանակ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված իր հետ հեռախոս կտանի դպրոց, այն դասերի սկզբում կհանձնի դասղեկին եւ վերցնել կկարողանա միայն դասերի ավարտից հետո։ Մեծահասակների դեպքում առաջարկվում է սահմանափակումներով գործածում։ Շատ կարևոր է, որ հեռախոսների կիրառությունը երեխաների մոտ ուղղակի արգելվի։ Եվ ֆիզիկական առողջության տեսակետից, այսինքն երեխաները չեն փչացնում իրենց տեսողությունը, ողնաշարի տրվածքներ չեն ունենում, գլխացավեր չեն ունենում, անքնություններ չեն ունենում դրա հետևանքով։ Եվ իհարկե հոգեբանական կախվածություն, պատկերացնում եք ինչքան վնասարար է դրա հետևանքը։ Երեխան ոչ թե իր առաջատար պահանջներն է բավարարում, այլ ուղղակի կախվածության գործոնով անիմաստ ժամանակ Իսկ կվերանայի արդյոք կրթական գերատեսչությունը դասագրքերի ստեղծման մեթոդաբանությունը, QR-ի ներմուծման արդյունավետությունը ժամանակը ցույց կտա, սակայն մի բան հստակ է, ոլորտի մասնագետների միաբերան համաձայնությունը հուշում է, որ հեռախոսների դուրս բերումը դասապրոցեսներից ավելի քան անհրաժեշտություն է։ Սենց գնում հասնում մինչև Մայրաքաղաքի սրտում կենտրոն վարչական շրջանի Ձորապ փողոցում հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է։ Դիտահորից դուրս եկող կեղտաջրերը հասնում են մինչև Երևանի շտաբօգնության գլխավոր կայանի դիմաց։ Այսա շտաբօգնության կայանն է։ Լստեն է։ Շտաբօգնության բժիշկները պիտի գնան կանչի վայր, բայց վայրը երբ բժիշկները գնում են կանչի վայր, շատ դեպքերում պացիենտներին Օրդորում են, որպեսզի պահպանեն սանիտարագիգիենայի կանոնները, բայց դեպքում ինչ անեն ես բժիշկներս։ Քաղաքացիների ահազանգին Վեոլիա ջրից պատասխանել են, որ կմոտենան, բայց արդեն 7-րդ օրն է այդ վիճակն է, գարշահոտն ու կեղտաջուրը ամենուր են։ Հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մի քանի ժամ աշխատելով բացել են խցանված գոյուղատարերը։ Հետո էլ ճանապարհը կեղտից մաքրելու համար ժամանել են Երևանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի աշխատակիցները։ Հատուկ նյութերով մաքրել են ճանապարհը։ Հիմա տեսնում եք ամբողջությամբ վերասփած է։ Չկա այն կեղտաջուրը, այն գարշահոտ վիճակը, գովելի է, որ բավականին օպերատիվորեն արձագանքել են։ Հակասանիտարական վիճակ է նաև Բաշինջաղյան 171 հասցեում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների խաչքարի ու պուրակի տարածքում։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող գոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով էլ ամբողջ կեղտաջուրը տարածվում է ոչ միայն շենքի բակում, այլ նաև հասնում խաչքարի մոտ։ Երկար ժամանակ է դիտահորերից թափվող կեղտաջուրը վերևին շենքի մոտից, որտեղ իդեպ փոս է փորված, սակայն ոչ մի աշխատանք կատարված չի, ամբողջ կեղտաջուրը հեսա տեսնում եք, լցվում, հոսում, գալիս հասնում է այս հատվածում եւ այստեղ անտանելի վիճակ է։ Խնդիրը պետք է հրատապ լուծել, պատասխանատուների ուշադրության կարիքը կա։ Հակառակ դեպքում այդ կորաջրերը կվնասեն նաեւ խաչքարը։